Ադրբեջանից Հայաստան է ուղևորվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն շուրջ 1000 տոննա ընդհանուր քաշով և ցորենով բեռնված 18 վագոն 1260 տոննա քաշով, հայտնում են ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները, նրանք նաև կցել են տեսանյութ։ Ուշադրություն հունիսի 21-ից 22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հատուկ հայտարարություն է տարածել Սևան ազգային պարկը, խնդրում ենք ցուցաբերել պատշաճ վերաբերմունք, խստորեն պահպանելով աղբի կառավարման բնական միջավայրի պահպանման կանոնները։ Այսօր բուժաշխատողների օրն է, ոլորտի առաջատար դեմքերի գլխավորությամբ շնորհավորում ենք բոլոր բուժաշխատողներին օրվա կապակցությամբ։ Արտավազդ Սահակյանը, հայկական ժամանակակից բժշկության բացառիկ նվիրյալներ, այսօր բուժաշխատողների օրն է և Հայաստանը ոլորտի վարպետին հիշում է մեծ շնորհակալությամբ։ Մեկ տարի անց առաջին անգամ վերադարձ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այսօր Բագրատ Սրբազանը Մայրաթորում մասնակցել է Սուրբ Պատարագի։ Արեգակն այսօր հասնում է իր ամենահյուսիսային դիրքին և հյուսիսային կիսագնդում գրանցվում է տարվա ամենաերկար օրը, հենց այդ պահից հետո օրերը սկսում են աստիճանաբար կարճանալ, գիշերները երկարել։